Սա օրհնություն է, մեծ օրհնություն։ Անասելի օրհնություն։ Ես կամ եւ Աստծո տան մեջ եմ։ Ես այսօր հիվանդանոցում չեմ։ Ոնց որ տեսնում եմ դու էլ չես։ Փառք Տիրոջը։ Ես ծերանոցում չեմ։ Դու էլ մի ուրիշ տեղում չես։ Կարող է լինել։ Ոչ շատ հարգված, պատված, ինչ որ միտեղ կարող է լինել։ Բայց դու Տիրոջ տան մեջ ես։ Փառք Տիրոջը դրա համար։ Փառք Աստծո։ Ես բանտում չեմ։ Ոնց որ դու էլ բանտում չես։ Փառք Տիրոջը։ Ես դեռ գերեզմանում չեմ։ Տիրոջ տան մեջ եմ։ Ամեն։ Առիթ ունենք գոհանալու անսահման։ Եվ հետարքիր է, ինչու եմ ես Տիրոջ տան մեջ, որպիսի ես լսեմ, թե Աստված ինչ հոգևոր հաց է պատրաստել այսօր ինձ համար և քեզ համար, որովհետև եկեղեցին դպրոց է նաև, որտեղ մենք սովորում ենք, կրթվում ենք հոգևորապես, որպիսի երեխա չմնանք, գիտեք շատ մեծ օրհնություն չի, որ երեխաները մնում են չմեծացած, նկատի ունեմ, հասակ չեն առնում, երբեմն մտավոր և երբեմն ֆիզիկական, հասակ չեն առնում, դա ողբերգություն է, հոգևոր հետամնացությունը նույնպես ողբերգություն է, Տերն ասում էր իր ժողովրդին, դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժում, ուրեմն լսենք Տիրոջ խոսքը, այսօր ես խոսելու եմ, միգուցե շատ չխոսված, միգուցե շրջանցած մի թեմայի մասին, փորձություն, գիտեք ինչ է դա, որ 17 տարեկան եք պատահեց, հա? Կամ 25 տարեկան որ դարձակ ինչ որ փորձություն պատահեց, ոչ, որ ամեն օր պատահում է քեզ, այսօր մինչև էստեղ գալը պատահեց քեզ, խոսենք այս մասին, ուրեմն ուշադիր լսենք, Առաջի Պետրոս, էլի ասեմ, մենք մինչև Կողոսացիների թուղթը վերջացրեցինք մի քանի ամիս տևեց, այդ ուսումնասիրությունը, որի մասին այսօր հայտարարվեց, որ 5 շաբթի օրը 6:30 պիտի շարունակվի։ Հիմա անցել ենք Պետրոսի թղթին։ Առաջի գլուխը դեռ չավարտած, արդեն առաջ եկավ ծնվեց առաջի պատգամը։ Հուսամ, որ մինչև Պետրոսի թղթերը վերջացնենք, Պետրոսի թղթից էլի որոշ պատգամներ դուք կլսեք, որովհետև նաև ես եմ սովորում ձեզ հետ միասին։ Իբր թե ձեզ համար եմ պատրաստում, բայց սովորում եմ նաև ես։ Ուրեմն ձեր շնորհիվ ես բան եմ սովորում, շնորհակալություն Աստծուն։ Եվ միշտ էլ այդպես է եղել, իմիջիալոց իմացեք։ Ձեր շնորհիվ։ Այո, եթե դուք չսպասեք իմ խոսքին, ես ջանասիրաբար չեմ պատրաստվի խոսքի, ջանասիրաբար չեմ թերթի Աստվածաշունչը և շատ ուրիշ գրքեր։ Ուրեմն առաջի Պետրոս, առաջի գլուխ 5-7 խոսքերը, դուք Աստծո զորությամբ, հավատի միջոցով պահպանվում եք այն պատրաստված փրկության համար, որ հայտնվելու է վերջին ժամանակում, որով ուրախանում եք դուք, թեև հարկադրաբար, փոքր ինչ տրտմած եք զանազան փորձությունների մեջ լինելով, որ ձեր հավատի փորձությունը լինի ավելի պատվական, քան կորստյան ոսկին, որ կրակով է փորձվում, որ լինի գովասանքի, փառքի ու պատվի համար Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ։ Ալելույա։ Դուք պահպանվում եք, պնդում է Պետրոսը, դուք պահպանվում եք հատուկ նպատակի համար, հատուկ օրվա համար, ես սպասում եմ այդ հատուկ օրվանը, պահպանվում ենք, այն պատրաստված փրկության համար, որ հայտնվելու է, մենք այո, ասում ենք մենք փրկվել ենք դատաստանից և այլը, բայց դեռ մենք այսօր այս աշխարհի մեջ ենք և հիվանդանում ենք և պակասություններ ենք ունենում, գալու է օրը, որ փրկվելու ենք բոլորից, ամեն ինչից, բոլոր իմաստներով և փրկվելու ենք հավիտենապես, փառք Տիրոջը,
Ուրեմն ասեմ, փորձությունն այն թեման է, որի մասին մենք չենք սիրում խոսել, բարձրաձայնել, ավելին, չենք սիրում քարոզել, դե քարոզիչ, ոնց քարոզի, որ ինքն էլ է փորձվում եւ հաճախ էլ պարտվում։ Դե ոնց կլինի, բա սազեց, հետո ինչ որ դա պատահում է բոլորի հետ ամեն օր, բայց սա իրականություն է, փորձությունն այն է, որ մենք բոլորս փորձվում ենք, բոլորս անխտիր, ամեն մի քրիստոնյա հավատացյալ ունենում է փորձություն, որևէ մեկը թող չասի, թե ինքը չի փորձվում, արդեն հասունացել է, որ էլ չփորձվի, պետք չէ ձևացնել, թաքցնել, շրջանցել, չկա այդպիսի բան, չկա, փորձության հարցում ոչ ոք Աստծո հատուկ պահպանվող տարածքում չէ, փորձվելուց էլ շատ անգամներ պարտվում ենք, երբեմն էլ ընտիր ենք գտնվում, փառք Տիրոջը, ամեն, հատուկ պահպանվող տարածքում չկա ոչ մեկը, որտեղից գիտեմ, ահա թե որտեղից գիտեմ, փորձվեց նաև մեր փրկիչը, եթե մեր փրկիչը փորձվեց, ուրեմն որևէ մեկը ազատ լինել այդ փորձությունից, չի կարող, անհնար է, Առաջի Կորինթացիներից 10-րդ գլխի 13 համարում գրված է. ձեզ ուրիշ փորձություն չի պատահի։ Ուզում եմ սահմանել տարածքը, որտեղ փորձություն է պատահում եւ նաեւ շրջանակը, թե ում հետ է պատահում։ Ինչ է ասում Սուրբ Գիրքը։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկանց փորձությունից։ Աստված հավատարիմ է եւ թույլ չի տա ձեզ ձեր կարողությունից վեր փորձվել, այլ փորձության հետ ելք էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել։ Առայժմ այսքանը, բայց այս համարին հետո կանդրադառնանք անպայման։ Բոլորը փորձվել են, փորձվում են եւ փորձվելու են։ Փորձությունն ինքնին մեղք չէ։ Փորձությունը ինքնին մեղք չէ։ Եթե մեղք լիներ փորձությունը, Հիսուս չէր փորձվի։ Ամեն։ Մեր փրկիչը փորձվեց, ավելին Սուրբ Հոգուց տարվեց անապատ փորձվելու։ Սուրբ Հոգուց տարվեց, ոչ թե սատանայի կողմից։ Սուրբ Հոգի նրան առաջնորդեց անապատ փորձվելու սատանայից։ Այն ժամանակ Մատթեոս 4:1 այն ժամանակ Հիսուս Հոգուց անապատ տարվեց սատանայից փորձվելու։ Պետրոսն ասում է. ձեր փորձությունը այն բանի համար է, ես համարը կարդացի, որ փորձությունը ձեր հավատը դարձնի ավելի պատվական, քան ոսկին է, որ մի օր կորչելու է, ամենապատվական ոսկին այս երկրի վրա մի օր կորչելու է, կորցնելու է արժեքը։ Ես երկնքի թափանցիկ ոսկու մասին չեմ խոսում, երկրի ոսկին, հարստությունը, ամեն բան մի օր կորչելու է, որ մեր հավատքը ավելի պատվական լինի եւ լինի գովասանքի, փառքի ու պատվի համար Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ։ Ամեն։ Գովասանք, փառք, պատիվ։ Ամեն մի փորձության մեջ կա պահված գովասանք, փառք եւ պատիվ։ Ամեն։ Ամեն։ Ինչ, Ռուբիկ եղբայր, դու շատ ես ուզում փորձվես, ոչ, աղոթք եմ անում, ամեն օր, մեզ փորձության մի տար, այլ ազատի մեզ չարից, ամեն, դուք չեք հիշում, որ Հիսուսն էլ աղոթք կարեց, հայր, եթե կարելի է այս գավաթը թող ինձանից անցնի, եւ աղոթք կարեց 3 անգամ, եւ ինչ եք կարծում, անմիջապես անցավ, Հիսուսին մնաց ասել, թող քո կամքը լինի, ամեն, ինձ հետ եք, այո Տերը ինձ բերել այստեղ, որ ձեզ հետ ինչ-որ բան սովորեմ, ամեն մի փորձություն, դա հնարավորություն է ճիշտ վարվելու, ամեն մի փորձություն, հնարավորություն է գովասանքի, փառքի եւ պատվի արժանանալու, ամեն, փառք Տիրոջը, Հակոբոսը գրում է իր առաջի գլխի, թղթի առաջի գլխի 2-3 համարներում, ամենայն ուրախության արժանի համարեցեք եղբայրներս, երբ զանազան փորձությունների մեջ
ընկնեք, իմանալով, որ ձեր հավատի փորձվելը համբերություն է առաջ բերում։ Դու խնդրում ես Տեր, ինձ համբերություն տուր։ Ով չի խնդրել։ Ում համբերությունն է Իրանից առաջ անցել։ Չէ, մեր անհամբերությունն է մեզ խանգարում։ Տեր, համբերություն տուր։ Ուզում ես Հակոբոսի կուրս ենք գնում, Հակոբոսի լեկցիան ենք լսում։ Ամենայն ուրախության արժանի համարեցեք եղբայրներս, երբ զանազան փորձության մեջ ընկնեք, իմանալով, որ ձեր հավատի փորձվելը համբերություն է առաջ բերում։ Ամեն։ Ամեն մեր փորձվելը մեզ համար համբերության դաս է սովորելու։ Ամեն։ Հակոբոսն ասում է, փորձությունը վատ բան չէ, մեղք չէ, փորձվելը օգուտի համար է եւ տրտմելու կարիք չկա։ Պողոսն էլ ասում էր, բոլորն են փորձվում, ես համարը կարդացի, հետո դրանք անդրադառնանք, բոլորն են փորձվում, բոլոր հավատացյալները։ Չկա որևէ քրիստոնյա հավատացյալ, որ փորձություններով չի անցնում։ Ձեզ չեն փորձվում նրանք, ովքեր չունեն օրենք, չունեն կարմիր գծեր, չունեն սահմաններ, չունեն չափանիշներ, չունեն բարոյական արժեքներ եւ սկզբունքներ չունեն։ Այդ դրանք չեն փորձվում։ Հիմա ես կկարդամ համապատասխան համարը, որ դու համոզվես։ Մենք քրիստոնյաներս ունենք այս ամենը, դրա համար փորձվում ենք, որ մեր հավատը փորձված լինի, զտված ոսկուց ավելի, պատվական լինի, գովասանքի, փառքի եւ պատվի համար։ Ամեն։ Եփեսացիս 2-րդ գլխի 1-3 համարներն եմ կարդում։ Եվ դուք, որ մեռած էիք ձեր հանցանքների եւ մեղքերի մեջ, որոնցում մի ժամանակ ապրում էիք այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդի իշխանության իշխանի, ըստ այն հոգու, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ, որոնց մեջ մենք էլ ամենքս էլ մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով, մարմնի եւ մտքի կամքը կատարելով եւ բնության բարկության որդիներ էինք, ինչպես ուրիշները։ Ինչու փորձվես։ Դու փորձված ես ու պարտված ու ընթացքի մեջ գնում ես։ Հոսանքի հետ գնում ես։ Ինչի, որտեղ փորձվես։ Եթե մեզ համար մեղք գործելը փորձություն է, եթե մի բան կա, որ մեզ տանում է մեղքի, դա մեզ համար փորձություն է, այդ մարդկանց համար հնարավորություն է ավելի վայելելու եւ այլը։ Այն ժամանակ մենք գնում էինք հոսանքի ուղղությամբ, դրա համար այդ ժամանակ մենք փորձություններ չունեինք։ Այդ ժամանակ ուրիշ բան էր, սատանայի իշխանությունն էր մեր վրա, իսկ սատանան ինչ ուզում են էլ անում էր մեր հետ։ Բայց ոչ փորձություն։ Խոսելով փորձության մասին մենք պիտի իմանանք, որ կա 3 տեսակ փորձություն։ Միգուցե շատ փորձության տեսակներ կա, բայց այս 3-ն եմ առանձնացնում։ Փորձում է Աստված, փորձում է սատանան եւ փորձվում ենք մեր ցանկություններից։ Ուզում եմ ասել, այս փորձություն բառը, որ մենք հայերենում բոլոր տեղերում գրում ենք փորձություն, բնագրի լեզուներում ունեն տարբեր բառեր եւ տարբեր նշանակություն։ Աստված չի փորձում մարդուն մեղք դեպի մեղք տանող որևէ բանով։ Սատանան մարդուն կործանելու համար է փորձում։ Իսկ մեր ցանկությունները դառնում են պատճառ մեր փորձության։ Խոսենք այս բոլոր բաների մասին։ Օրինակ, Ծննդոց 22:1-ում գրված է. «Եվ եղավ, որ այս բաներից հետո Աստված փորձեց Աբրահամին ու ասաց նրան. ով Աբրահամ, եւ նա ասեց. ահա ես»։ Քանի որ ես համարին էլ ենք անդրադառնում, շարունակությունը չկարդամ։ Փորձեց Աստված, գրված է, որ Աստված փորձեց, բայց այս նույն բառը չի, ինչ որ սատանան փորձեց։ Առաջի Թեսաղոնիկեցիս 3:5 Սրա համար ես էլ այլևս չհամբերելով ուղարկեցի իմանալու ձեր հավատի մասին, որ չլինի թե փորձիչը ձեզ փորձեց եւ մեր աշխատանքը իզուր լինի։ Փորձիչն ով է? Սատանան։ Աստված փորձեց Աբրահամին, Պողոսն ասում է, ես էլ այլևս չհամբերեցի, որովհետև ձեզանից լուր չունեի, ուղարկեցի մարդկանց, որ ձեր հավատի մասին հետարքրվեն եւ ձեզ օգնեն, որ չլինի թե հանկարծ փորձիչը, սատանան, ձեզ փորձեց եւ մեր աշխատանքը իզուր անցավ։ Հակոբոս 1:14-ը, բայց ամեն մեկը փորձվում է իր ցանկություններից հրապուրված եւ գայթակղված։ Այստեղ մենք երկար կանգնենք, թեկուզ որ կփորձենք բոլոր
այս 3 բաների կետերի վրա էլ կառնենք։ Սրա հետ կապված ես լարվածությունը հասկանալու մի պատմություն եմ ուզում պատմել։ Շատ ճանաչված հովիվը իր բնակավայրում մեքենան կանգնացնելու համար կայանատեղ, ազատ կայանատեղ չգտնելով, մեքենան կանգնեցնում է արգելված մի տեղում, ապակու հետևում թողնելով մի գրություն։ Ես պտտվեցի 100 անգամ ամբողջ թաղամասով եւ տեղ չգտա կայանելու։ Եթե այստեղ չկանգնեմ, կուշանամ հանդիպումից։ Եվ ճակերտներ, ներիր մեզ մեր պարտքերը։ Լավ է, չէ՞։ Հիմա շարունակությունը։ Երբ վերադարձավ, տեսավ ապակուն կպցրած ոստիկանի տուգանքի կտրոնը հետևյալ գրությամբ. Ես պտտվում եմ այս թաղերում արդեն 10 տարի։ Եթե ես ձեզ տուգանքի կտրոն չգրեմ, կկորցնեմ աշխատանքս։ Եվ նորից ճակերտներ, մի տանի մեզ փորձություն։ Ոչ մեկին փորձության մի տարեք։ Եթե կա Աստվածաշնչի համար, որ մեզ ազատում է, ներողամտության հույս է տալիս, կա նաև Աստվածաշնչյան համար, որ մեզ այդ հիմքերից զրկում է։ Փորձության մի տար։ Ահա այսպիսի բաներ։ Մենք միշտ էլ փորձվում ենք արգելված բաներ անելու փորձությամբ։ Աստվածաշունչը մեզ չի սովորեցնում, թե ինչպես ազատվենք փորձությունից։ Եվ ինչու չի սովորեցնում, որովհետև հնարավոր չէ ազատվել փորձվելուց, որովհետև ոչ ոք երբեք ազատ չի եղել փորձվելուց, անգամ մեր փրկիչը փորձվեց։ Որքան մոտ ենք Տիրոջը, այնքան շատ են փորձությունները։ Որքան մենք զգայուն ենք Աստված պաշտության, մեղքի դեմ պայքարի եւ մնացած սուրբ բաների նկատմամբ, այնքան հաճախանում են մեր կյանքում փորձությունները։ Ամեն։ Փառք Տիրոջը, որ այս ամենը Աստված իր խոսքի միջոցով փոխանցել է մեզ, որպեսզի մենք տգետ չլինենք։ Մարդը չգիտեմ ինչ պատճառով, չգիտեմ ուր է հասնում, հետո ասում է, Տեր Աստված ինձ դու ո՞նց թողեցիր, որ հասնեմ այստեղ։ Աստված չէր ուզում թողել, դու գնացիր քո ցանկությունների հետևից։ Ուրեմն որքան մոտ ենք Տիրոջը, այնքան շատ են փորձությունները։ Մենք թշնամի ունենք, որի անունը փորձիչ եւ չարախոս է։ Նրանք, ովքեր փորձվում են, պիտի իմանան, որ իրենք մենակ չեն, բոլորն են փորձվում։ Ամեն մեկն ինչ որ բանի ձգտում է, ինչ որ բանից գայթակղվում եւ հենց իր այդ պատահում է այն, ինչի նկատմամբ մեծ հակում ունի։ Տեսեք Նոյի հարբելը։ Ես արդեն խոսում եմ Նոյի մասին, աշխարհը, քաղաքակրթությունը փրկող Նոյը հարբեց։ Սա փորձություն էր։ Հարբեց։ Պատմությունը գիտեք եւ շարունակությունը գիտեք։ Աբրահամը խափնվեց։ Չգիտեք։ Ես որ Աբրահամի մասին խոսում ենք, այո, Աբրահամը ազգերի հայրը, Աստված նրան դարձրեց։ Աբրահամին, հեթանոս Աբրահամին Աստված դարձրեց ազգերի հայր։ Հեթանոս Աբրահամին, Ասորի Աբրահամին, կռապաշտ Աբրահամին Աստված դարձրեց, Աստված սահմանեց։ Մենք էլ որ այստեղ համարձակվում ենք կանգնել, Աստված է մեզ համարձակություն տալիս։ Ես պնդում եմ, որևէ մեկը առանց Աստծո տված համարձակությամբ չի համարձակվի բարձրանա այստեղ։ Ես ամեն օր Տիրոջ ողորմությունով եմ բարձրանում այստեղ։ Ես գիտակցելով, որ սա հատուկ թույլտվություն է Տիրոջ կողմից։ Եվ սա հատուկ տեղը, որ ես խոսում եմ գոնե տասնյակ հարյուրավոր մարդկանց հետ։ Ուրեմն Աբրահամը Տերն ասավ դուրս արի։ Առաջի բանը, որ Աբրահամը արեց, ինչ էր, գիտեք, կանչեց կնոջը, արիստեղ, դու սիրուն կին ես, կասես, որ իմ քույրն ես, քո պատճառով ինչ սպանեն։ Թե ինչ կպատահի, կարևոր չի, կարևորը, որ ինձ չսպանեն։ Հետո գիտեք, քիչ էր մնացել,
որ ինչ որ պատահելու է, պիտի պատահեր, մենակ իրան ոչինչ չլիներ, Աստված միջամտեց։ Հետո եկավ ժամանակը, Տերն ասել էր քո կինը Սարան պետք է երեխա ունենա, Իսմայել եւ այլը։ Այո, Մովսեսի տաքարյունությունը հիշում եք։ Դավիթի մեղքը հաստատ հիշում եք։ Հովնանի ապստամբությունը չեք մոռացել։ Ինչ նինվե։ Պետրոսի ուրանալն էլ չեք մոռացել։ Պողոսի եւ Բարաբասի անհամաձայնությունները եւ իրարից բաժանվելն էլ չեք մոռացել։ Այս մարդիկ մեր նման մարդիկ էին եւ ընդհանրապես երկրի վրա ապրած ամեն մարդ փորձվել է, որովհետեւ ամեն մարդ, որ ապրել է երկրի վրա, բացի Հիսուս Քրիստոսից մեր նման մարդ է եղել։ Ամեն։ Բոլորն են փորձվել։ Եվ իմ խիթարություն մեզ բոլորն են նաև պարտվել ինչ որտեղ։ Ես պարտվելու կոչ չեմ ուղում, այլ զգաստության ու սթափության, որ եթե հանկարծ սայթակում ենք, չմտածենք, որ աշխարհը քանդվեց, մտածենք, որ մենք պիտի կանգնենք եւ գնանք առաջ, նպատակ ունենք, որովհետեւ մենք հատուկ ժողովուրդ ենք եւ վերջ։ Տեսեք Հիսուսի մասին գրված է Եբրայեցիս 4:15, որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ուշադրություն դարձրեք, ամեն բանում, որով մենք փորձվում ենք, ինքն էլ փորձվեց, բայց առանց մեղքի։ Ամեն բանում։ Մենք գիտենք մենակ Հիսուսի փորձությունն անապատում, բայց Հիսուսը անապատում ամեն բանում չփորձվեց։ Կյանքում գրված է այն բոլոր փորձությունները, որով մենք փորձվում ենք, Հիսուս փորձվեց։ Հավատանք ես գրածին, թե չհավատանք։ Ինչ փորձություն որ պատահում է քեզ, ինձ, քեզ, բոլորիս։ Միասնական բոլորը, որ եթե խմբավորենք, չգիտեմ, այդ բոլոր փորձությունները գրենք 1000 լինի, 100,000 լինի, այդ բոլորով Հիսուս փորձվեց։ Գրված է ամեն բանում։ Մենք Քրիստոսին նմանվում ենք նաև մեր փորձվելով, որովհետև Պետրոսն ասում է, մենք նրա հետքերին պիտի հետևենք։ Այո, Հիսուսից լավը չենք, ոչ ոք։ Եվ Պողոսից եւ Պետրոսից, Աբրահամից ու Նոյից էլ լավը չենք, որովհետև մենք նրանց արած գործը չենք կարող այլևս անել, որովհետև նրանք արեցին այն ինչ որ այն ժամանակ անհրաժեշտ էր անել։ Մենք պիտի անենք այսօրվա մեր անելիքը։ Եվ պակաս չի մեր անելիքը այսօր։ Եվ դրա համար, այո, փորձություններ կունենանք, գրված է, մի տրտմեք, մի տխրեք։ Մենք Քրիստոսին նմանվում ենք նաև փորձվելով, փորձությունը միշտ էլ լինելու է մեր կյանքի ուղեկիցն ու մասը։ Մենք չենք կարող ազատվել փորձվելուց, պիտի սովորենք ապրել փորձության հետ։ Թեկուզ փորձվում ենք բոլորը, բայց Աստված վերահսկում է իր զավակների փորձության ընթացքը։ Աստված վերահսկում է, քեզ չի թողում քո փորձության մեջ, որ կորես։ Աստված վերահսկում է։ Այո, մենք աղոթում ենք, մեզ փորձության մի տար, Հիսուսն էլ խնդրեց, եթե կարելի է թող անցնի, պիտի սա գիտակցենք։ Նորից վերադառնանք առաջի Կորինթացիս 10:13-ը։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձությունից։ Աստված հավատարիմ է, թույլ չի տա ձեզ ձեր կարողությունից վեր փորձվել, այլ փորձության հետ ելք էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել։ Փորձություն եւ ելք։ Ուզում եմ ասել, իմ սիրելի քույրեր, եղբայրներ, իմացեք, Սատանան ամենակարող չի, փորձիչն ամենակարող չի։ Եվ վերջ, Աստված վերահսկում է։ Նա չի կարող Աստծո թույլ տվածից ավելին, ավելի վատ բան, ավելի վատ փորձություն մեր կյանքի մեջ բերի, չի կարող։ Այո, փորձությունը մեղք չէ, չար բան չէ։ Եթե այդպես լիներ, մեր փրկիչը չէր փորձվի։ Նա անմեղ Աստծո որդին էր եւ փորձվեց եւ չմեղանջեց։
Որքան հասունանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի մեջ, այնքան շատանում են փորձությունները եւ ավելի լրջանում։ Հակոբոս 1:13-ն ասում է. ոչ ոք փորձության մեջ չասի, Աստծուց եմ փորձվում, որովհետեւ Աստված չար բանով չի փորձվում եւ ինքն էլ ոչ մեկին չի փորձում չար բանով։ Ամեն։ Հիմա ոմանք հարցնում են, բա եթե այդպես էր, եւ եթե դուք ասում եք, որ Հիսուսն Աստված էր, Աստված է, Հիսուսն ինչպես փորձվեց։ Շատ պարզ է պատասխանը։ Հիսուս փորձվեց որպես մարդ Հիսուս եւ ոչ թե որպես Աստված Հիսուս։ Ամեն։ Աստծո խոսքը ճշմարտություն է, Աստված չի փորձվում։ Աստծուն փորձողը պետք է առնվազն Աստծուց մեծ լինի։ Մեր Տերն է տիրում։ Հալելույա։ Աստված չի փորձում մեզ, նա ստուգում է մեզ։ Եթե խոսքը Աստված փորձեց Աբրահամին, Աստված ստուգեց Աբրահամին։ Որտեղից գիտեմ, քիչ հետո կարդամ։ Բայց ավելի շատ մենք մեր ցանկություններից հրապուրված եւ գայթակղված ենք փորձվում։ Ահա այստեղ ամբողջ խնդիրը։ Մեր ցանկություններից գայթակղված եւ հրապուրված ենք փորձվում։ Բայց 14 համարը, բայց ամեն մեկը փորձվում է իր ցանկություններից հրապուրված, Հակոբոս 1:14 եւ գայթակղված։ Այստեղ մի փոքր մենք պիտի խորանանք, խնդրում եմ հետևեք, որովհետեւ կարծում եմ լուրջ բան կա, որ պետքա գիտակցենք։ Հիսուս խոսելով ժողովրդի հետ ասում էր. որովհետեւ սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ, սրանք են մարդուն պղծում։ Որտեղից է դուրս գալիս։ Դուք փորձում եք ձեր մեջ եղած բաներով, գայթակղված եւ հրապուրված, ձեր մեջ եղած, ձեր մեջ, ձեր ցանկությունները որտեղ են։ Հիսուսն ասում էր սրտից են դուրս գալիս։ Մատթեոս 12:35-ում Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիքներ է հանում եւ չար մարդը չար գանձերից չար բաներ է հանում։ Ղուկաս 6:45-ում որովհետեւ սրտի ավելցածն է խոսում բերանը։ Ես ասեցի մի քիչ ավելի խորը պիտի գնանք։ Մենք փորձվում ենք այն բաներից, որոնց նկատմամբ անտարբեր չենք, որոնք մեր ներսում են։ Պատկերացրեք, մենք հիմա բոլոր մեքենա ունեցողները կամ համարյա բոլորը ունեն իրանց գրպանում այսպես կոչված բանալի։ Նրա վրա կոճակ կա։ Կոճակը սեղմում ես, դուռը բացվում է կամ չգիտեմ ինչ որ բան է լինում, տարբեր բաներ կան։ Հիմա պատկերացրեք, ո՞նց է լինում, որ դու այստեղ կոճակը սեղմում ես եւ այնտեղ դուռը բացվում է կամ ինչ որ մի բան է տեղի ունենում։ Մեքենան ընթացքի է գնում եւ այլ եւ այլ։ Ո՞նց է լինում։ Այնտեղ կա մի հարմարանք։ Այնտեղ կա մի ընդունիչ, որ արձագանքում է քո ուղարկած ազդանշանին։ Սատանան ազդանշան է ուղարկում։ Այնտեղ կա համապատասխան բան, օհո, սա հենց այն էր, ինչ որ այնտեղ կա։ Ձեր սրտի պարունակությունը ձեզ կարող է իսկապես փորձանքի մեջ գցի։ Դրա համար Հիսուս մեզ սովորեցնում էր, որ մենք ազատվենք դրանից եւ ասում էր, որ ձեր սրտից են դուրս գալիս այս բաները, այսինքն գողությունը ո՞նց է սրտիցս դուրս գալիս։ Ո՞նց կամ չարությունը ո՞նց է իմ սրտից դուրս գալիս։ Հենց այդպես։ Նախ մարդը մտածում է, հետո սրտի եղածը ի գործ է դնում։ Ո՞նց է պատահում մարդը հանկարծ գնում է ու չգիտեմ բանկ է թալանում, ո՞նց է տեղի ունենում։ Պատահական բանկի կողքով անցնում է ու գիշերվա ժամը 3-ին կամ 2:17 րոպե մտքով անցնում է, բա քաժնազարն է էլի։ Բա մի հատ թալանեմ ես բանկը։ Ոչ։ Քանի տարի առաջ, քանի ամիս առաջ։ Ամեն։ Դուք չեք հասկանում։ Այստեղ մարդ չկա, որ իր անհավատ ժամանակ ինչ որ չարություն է ժամանակներով, շաբաթներով, տարիներով փայփայել ու հասել, կամ էլ չի հասել։
Ամեն։ Ասեցի, մենք փորձվում ենք այն ամեն բաներում, որոնց նկատմամբ մենք անտարբեր չենք։ Անտարբեր չենք, ուղղակի։ Դուք փորձվում եք ձեր իսկ ցանկություններից հրապուրված եւ գայթակղված։ Աստծո խոսքն է ասում։ Եկեք թեման փոխենք, եկեք անտեսենք, եկեք ասենք, բա մենք քրիստոնյա ենք, բա չենք ազատվել այդ ամենից։ Քեզ հարց եմ տալիս, ազատվել ես։ Բա ի՞նչ ես ազատվում։ Բա երբ պիտի ազատվես։ Դրանից ոչ ոք չի ազատվելու։ Այլ այդ փորձություններին մենք հոգևոր մեր հասակին համընթաց սովորում ենք դիմակայել, չարձագանքել, դատարկվել ներսից, որ ամեն ազդանշան մեր ներսը չարձագանքի։ Ամեն։ Փառք Տիրոջը դրա համար։ Օրհնյալ լինի Աստված։ Դրա համար գրվեց այս բաները, որ հասնի մինչև մեր օրերը, որ մենք իմանանք այս մասին։ Առաջի Պետրոս 5:8 գրված է. Արթուն եղեք, զգաստացեք, որովհետև ձեր հակառակորդը Սատանան մռնչացող առյուծի պես շրջում է եւ փնտրում է թե ում կուլ տա։ Ում է գրում Պետրոսը։ Անհավատների։ Ոչ։ Եկեղեցուն։ Արթուն եղեք, զգաստացեք, որովհետև դուք հակառակորդ ունեք, Սատանան է նա, մռնչացող առյուծի պես շրջում է, որ փնտրում է թե ում կարող է կուլ տալ։ Եվ ո՞նց է որոշում, որ Ռուբիկին կարող է կուլ տա ու Վահանին չի կարող կուլ տա։ Ո՞նց է որոշում։ Ո՞նց է որոշում։ Այդ սիգնալը միացնում է։ Աստված օգնի մեզ, ինձ եւ քեզ, որ մտածենք մեր ներսի մասին, դրա համար Հիսուսն ասում էր հոգ տարեք ձեր ներսի մասին, ամանի և անոթի ներսը մաքրեք, դուրսը ինքստինքյան մաքուր կլինի, ամեն, այո, եթե դուք ձեր տանը ունեք ապահով, չգիտեմ, ոնց է կոչվում, այդ համակարգը, դուք այդ դրա այդ ինչ է կոչում, սերվերա կոչում, ինչ է կոչում, չեք դնում փողոցում, տանում եք ամենածածուկ տեղը, սեյֆի մեջ պահում եք, որ ոչ մեկը չիմանա, թե որտեղից են հետևում, դուք քաղաքով գնում եք, չգիտեք, քանի կամերա է ձեզ հետևում, անմեղ տեղը, ծառի վրայից է քեզ հետևում, չգիտեմ, անմեղ կանգնած մի մեքենայից է հետևում, չգիտեմ, որտեղից է հետևում, հասկանում եք, բայց ձեզ հետևում են, մեզ հետևում են, մռնչացող առյուծի պես, տեսա, որ թույլ ես, քեզ ուտելու է, բոլորին չի կարող, դարձի այնպիսին, որ մռնչացող առյուծին հասանելի չլինես։ Քո միջի պարունակությունն է քեզ դարձնում այդ մռնչացող առյուծին հասանելի։ Այո, բոլորին այցելում է մռնչալով, բայց հավատարիմ է Աստված և թույլ չի տալիս մեզ մեր կարողությունից վեր փորձվել, այլ փորձության հետ ելքել է պատրաստում, որ կարողանանք համբերել, երբ Աստված թույլ է տալիս, որ փորձվենք, նա սահմանափակում է փորձությունը, մեր ուժերին համապատասխան, նա գիտի մեր ուժերի սահմանները և թույլ չի տալիս, որ փորձվենք մեր ուժերից վեր, պիտի իմանանք, որ ոչ թե մեր պատկերացրած ուժի սահմաններում, այլ իրական ուժի սահմաններում, երբեմն մեզ թվում է, հիշում եք Սամսոնին, հեսա վեր կենամ առաջի անգամների նման, վեր կացավ, բայց առաջի անգամների նման չկարողացավ, որովհետև զորությունն իրանից գնացել էր։ Աստված գիտի Ռուբիկի ուժը, Աստված նաև գիտի Ռուբիկի և քո պայքարելու հնարավորությունը, որքան է անկեղծ։ Ես ուզում եմ, որ այս աղջիկը մի հատ ժպտա ինձ, թե իսկապես ուզում եմ, թե հասկանում եք, դու ինչ ես ուզում, քո սրտում ինչ կա, Աստծու խոմ չեն կարող խաբել, բայց եթե դու ուզում ես հոժար կամքով, Աստված ոչ մեկին, ոչ զորով օրհնում է, ոչ զորով ինչ-որ բանից ազատում է, Տեր, օգնի, Տեր, ազատի,
Ամեն դեպքում Աստված թույլ չի տալիս մեր ուժի սահմաններից դուրս փորձվենք եւ ամեն դեպքում փորձության մեջ մենք մենակ չենք, առանց ազատող, առանց ելք տվողի, առանց օգնողի չենք մնում երբեք։ Դրա համար գրված է. «Կանչի Տիրոջը նեղության օրում եւ նա կազատի քեզ»։ Կանչի Տիրոջը փորձության օրում։ Կանչի Տիրոջը փորձությունից առաջ։ Տեր, փորձության մի տար, ամեն օր աղոթի։ Հայր մերն ասա ամեն օր։ Քանի դեռ չի եկել այդ փորձությունը, ասա հայր մերը։ Ամեն։ Ինչ է պատահել, որ ասում ես Աստված փորձության է տանում։ Ոչ, Աստված փորձությունը վերահսկում է։ Խնդրի, որ թույլ չտա, որ փորձությունը չարության տանի, այլ ազատի չարից։ Ամեն։ Ինչպես փորձությունը պատահում է բոլորին, ինչպես Աստծո զավակների փորձությունը տեղի է ունենում Աստծո վերահսկողությամբ, այնպես էլ փորձության ժամանակ ելք կա պատրաստված։ Ալելույա, փառք Տիրոջը։ Այո, կարող եմ ես փորձության մեջ լինել, բայց Աստված ինձ հետ է։ Ես մենակ չեմ։ Սիրելիներ, եթե Աստված մեզ փորձում է, ստուգում է, դա այն բանի համար է, որ ստուգի մեր հավատարմությունը։ Աստված մեղքով չի փորձում, ստով, կեղծիկով չի փորձում։ Այնց էստեղ է, որ Հակոբոսն ասում է, ոչ մեկը փորձվելու չասի, թե Աստված է ինձ փորձում։ Քո մեջի ցանկությունները, գայթակղություններից, հրապուրված, մեղքից, ցանկություններից խաբված, դու գնում ես փորձության։ Աստված ինչ կապ ունի տեղ։ Հիմա տեսեք, ես որ ասեցի Ծննդոց 22:1-2-ին պիտի անդրադառնանք ու եղավ այս բաներից հետո Աստված փորձեց Աբրահամին ու ասեց նրան. «Ով Աբրահամ»։ Եվ նա ասաց. «Ահա ես այստեղ եմ»։ Եվ նա ասեց. «Հիմա քո սիրած մեկ հատիկ որդուդ Իսահակին առ ու Մորիայի երկիրը գնա եւ այնտեղ նրան ողջակեզ արա լեռներից մեկի վրա, որ ես քեզ ցույց կտամ»։ Շարունակությունը 12 համարն եմ կարդում։ Եվ Աստված ասաց. «Տղային ձեռք մի տուր եւ նրան մի բան մի արա, որովհետեւ հիմա իմացա»։ Հիմա հասկացաք նպատակը։ Հիմա իմացա, որ Աստծուց վախենում ես, որովհետեւ քո մեկ հատիկ որդուն ինձանից չխնայեցիր։ Հիմա իմացա։ Այդ փորձության, այդ ստուգելու իմաստը դա էր։ Աստված ուզում էր Աբրահամը Աստված չգիտեր, նոր իմացա, ոչ, որ Աբրահամը իմանա, եթե դու Աստծուց վախենում ես ու Աստծուն հնազանդում, Աստված թույլ չի տա, որ չար բան պատահի քեզ հետ։ Եթե քեզ Աստված է տարել այդ ճանապարհով, գնա համարձակ։ Կրակի միջով կանցնես, չես վառվի, ջրերով կանցնես, չես խեղդվի, որովհետև ինքը քեզ հետ կլինի։ Բայց ինձ հետ ինչու է մտցնում կրակի մեջ, որ վստահես իրան։ Ամեն։ Հոբի առաջի գլխի 6-12 համար ուղակի չկարդամ, որովհետև ժամանակի մեջ տանուլ կտամ։ Մի օր Աստծո որդիները գնացին Տիրոջ առաջ կանգնելու, Սատանան էլ գնաց ու Տերը հարցրեց. «Որտեղից ես գալիս»։ Երկիրը շրջելուց։ Իմ ծառա Հոբին տեսար։ Հա, տեսա։ Տեսար ինչ բարեպաշտ, աստվածավախ, կատարյալ մարդ է, հա, տեսա, բայց դու իրան ցանկով պատել ես, շարունակեմ, թե հերիք ասա, ձգտի, որ Աստծո ցանկը քո չորս բոլորում լինի, հələ թող մի հատ մոտենամ, տես ինքը հավատարիմ կմնա։ Եվ շարունակությունը հետարքիր է։ Աստված ասավ, ինչ որ ունի կպի, բայց թույլ չեմ տալիս, որ նրա հոգում կպնես, նրա կյանքին կպնես։ Ով որոշեց սահմանը, Աստված կարող էր ասել, առանց քո ստուգելու էլ ես գիտեմ, որ ինքը արդար է։ Բայց քանի որ Աստված ճանաչում էր, սահման դրեց, գիտեր, որ ինքը կդիմանա, Աստված գիտեր Հոբի ուժի չափը։ Մենք երբեմն ասում ենք, «Էլ չեմ դիմանում»։ Այդպես բան չկա, եթե դու Աստծո ծրագրի մեջ ես, չդիմանալ չկա։ Աստված քո ուժերը գիտի։
հաղթահարի, Տեր ազատի, օգնի։ Ես համարյա թե խեղդվում եմ։ Պետրոսին հիշում եք։ Տեր, փրկի, խեղդվում եմ։ Այմա հասկացանք։ Ինչ եղավ։ Ասա ոնց տենց ինքնավստահ գնացիր, ոնց վախեցար ու ընկղմվեցիր, խեղդվի պրծնենք, չէ։ Հիսուս ձեռքը մեկնեց ու իրան նավակի մեջ բարձրացրեց։ Ուրեմն ուզում եմ ասել նորից, հստակ իմացի, սատանան ամենակարող չէ։ Աստծո զավակներին առանց թույլտվության չի կարող մոտենալ։ Դու տիրություն արա քո մեջ եղած ցանկություններին։ Ուզում եմ իմանաս, որ սատանայի վզաթոկը Տիրոջ ձեռքում է, մեր Տերը կամ թույլ է տալիս կամ արգելում է, մեր Տերն է տիրում, մեր Տերն է վերահսկում, սատանան իր ուզածին չի կարող հասնել, առանց թույլտվությամբ քեզ չի կարող մոտենալ, ալելույա, ինչու փառք չտանք այդ Տիրոջը, ալելույա։ Իմ սիրելի քույրեր եղբայրներ, մեր ամեն մի փորձության հետևում կա նպատակ, որ փորձվելու ժամանակ չի երևում, փորձվելու ժամանակ երևում է խնդիրը, որի մեջ մենք հայտնվում ենք, բայց նպատակը չի երևում։ Աբրահամը չէր հասկանում, ինչու պետք է իր այդքան սպասված է, վերջապես, ախր տրամաբանությունից դուրս է, ինչ ասա նշանակում, ինչու տվեցիր, ինչու ես վերցնում, մեղքը չեմ ես, մարդու հետ այդքան դաժան կվարվե։ Նպատակը չէր տեսնում, խնդիրն էր տեսնում։ Խնդիրն է նա, որ պետք է իր ձեռքով իր որդուն տանի զոհասեղան։ Բայց նպատակն էր, որ հետո Աստծուց լսեր։ Հիմա իմացա, որ դու Աստծուց վախենում ես։ Քո մի հատիկ որդին ինձանից չխնայեցիր։ Աստված ուզում է իմանա, որ մենք իրանից ոչինչ չենք խնայում։ Ռուբիկ եղբայր, շատ իդեալական ես ներկայացնում։ Հանգիստ չի այսպես ապրելը։ Բայց ինչ է, հանգիստ է հավիտենական դժոխքում վառվելը։ Աստված քեզ փրկել է հավիտենական դժոխքից, որ իր համար ապրես։ Դու կանցնես քո ճանապարհը, նորից կրկնեմ, կանցնես քո կրակների միջով, եւ Աստված չի թողի, որ վառվես։ Կրակների մեջ քեզ համար շատ կոմֆորտ չի լինի, ասեմ քեզ։ 5 աստղանի հյուրանոց ջրերի ու կրակների մեջ չփնտրես։ Բայց ապահովություն խոստացված է քեզ։ Չես մեռնի։ Ջրերը կարող են սառը լինել, կրակները կարող են տաք լինել։ Կրակը տաք է, չէ՞։ Բայց ոչ մեկից, ոչ մյուսից Աստված թույլ չի տա, որ դու կործանվես։ Դրանից դու կտուժես, դրանից դու կվնասվես։ Թե ինչ ապրեց Աբրահամը մինչև այնտեղ հասնել, ով կարող է։ Երբեմն մարդիկ փորձում են այդ զգացմունքները արտահայտել, արտաբերել, բայց ուզում ես ասես որտեղից գիտես, քանի դու դեռ այդ բանը չես անցել։ Կարող ես երևակայությանը զոր տալ, մտածում ես, ասում ես, բասեն, ես էլ փորձեցի մի փոքր։ Բայց ինչ էր ապրում Աբրահամը իրականում։ Գիտի միայն Աբրահամը եւ բոլոր նրանք, ովքեր տարել են իրենց միակ որդուն, որ հանեն Մորիայի սարը։ Բայց չկա փառք Աստծո մեր մեջ այդպիսիները։ Եբրայեցիս 2:18-ում գրված է, որովհետև ինքը որ չարչարվեց ու փորձվեց, Հիսուսի մասին է, կարող է օգնել մեզ փորձվողներից։ Նա գիտի, փորձությունը շատ լավ բան չի։ Նա փորձվել է եւ անմեղ է գտնվել, նա հաղթել է, այն նույն թշնամուն, ում հետ է նաեւ այսօր մեր գործը։ Նա միշտ մեզ տալիս է այն, ինչ որ մեզ անհրաժեշտ է փորձությունից ազատվելու համար։ Պիտի չմտածենք, որ մենք անելիք չունենք, մենք պետք է ելք տվողին լսենք եւ անենք նրա ասածները։ Նա խոսում է։ Մենք մեր փորձվելու ժամանակ պիտի իմանանք, որ նա մեզ հետ է եւ չի թողելու մեզ եւ չի հեռացել մեզանից։ Ալելույա։
Առաջի Կորինթացիս 10:12-ում գրված է. այնպես որ ով որ կարծում է թե հաստատ կանգնած է, թող զգուշանա որ չընկնի։ Սրանից հետո իրեն համարը որ կարդացինք, էլի կկարդանք։ Մենք պիտի միշտ պատրաստ լինենք, գիտակցելով որ իրական փորձությունը ամեն օր է։ Մենք ազատված չենք փորձությունից։ Առաքյալը խորհուրդ է տալիս զգուշանալ անխոցելիությունից։ Եթե կարծում եք հաստատ կանգնած եք, զգուշացեք, որ ոչ թե չփորձվեք, այլ ձեր անպատրաստ լինելու պատճառով չպարտվեք։ Հետո եթե տեսնում եք մեկին փորձվելիս, անմիջապես մի ասա, Հակոբոսն ասում, իր ցանկություններից է փորձվում։ Ինչ գիտես։ Ինչ գիտես։ Ընդհանրապես լավ կլինի, որ բոլոր հարցերում մենք մեր մասին անկեղծ իրական դատողություններ անենք եւ մեր կողքինի մասին ընդհանրապես կամ լավ բան մտածենք, կամ էլ վատը չմտածենք։ Եվ եթե մենք վատ ենք ու մտածում ենք, որ կողքինն էլ է վատ, կողքինը վատ չի իրականում, մենք ենք վատ, այդպես ենք մտածում։ Այսինքն մենք անցնում ենք ուրիշի տարածք։ Այո, եթե դու ուզում ես օգտակար լինել, աղոտ կարա, զգուշացրա։ Հիսուս սովորեցնում էր ասում էր. Արթուն մնացեք եւ աղոտ կարեք, որ փորձության մեջ չմտնեք։ Հալելույա։ Հակոբոսը 4-րդ գլխի 7-րդ խոսքում ասում է. Ուստի հնազանդվեք Աստծուն եւ հակառակ կանգնեք սատանային եւ նա ձեզանից կփախչի։ Հիմա հասկանանք սա ինչ է նշանակում։ Նախ մենք պիտի հնազանդվենք Աստծուն եւ դիմադրենք սատանային։ Պետք է հնազանդվենք Աստծուն, հետո հակառակվենք սատանային եւ նա կփախչի։ Առանց Աստծուն հնազանդելու դու կանգնում ես ասում ես սատանա ես ջախջախում եմ, ինչ ես ջախջախում։ Դոն Կիխոտն է սարա, ջախջախի։ Տեսնենք քանի ինչ ես ջախջախում, որ լսում ես, այս տարածքի բոլոր Տեր իմ Աստված, խելքներդ, գլուխներդ հավաքեք, ինչ եք խոսում։ Աստվածաշունչ ինչի համար է գրվել։ Հնազանդվեք Աստծուն, հետո հակառակվեք սատանային եւ նա ձեզանից կփախչի։ Լավագույն ցուցադրական օրինակը Հիսուսի օրինակն էր։ Երբ սատանան փախչեց Հիսուսին, երբ փորձության ժամանակ հնազանդվեց Հիսուսն ասում. Այո, 40 օր հաց չեմ կերել, շատ սոված եմ, բայց գրված է։ Գրված է, մարդ ոչ միայն հացով կապրի, այլ ամեն Աստծո բերանից դուրս եկած խոսքով կապրի։ Երկրորդը, երրորդը, գրված է, եւ դրանից հետո նաեւ կարդում ենք. այն ժամանակ սատանան նրան թողեց եւ ահա հրեշտակները մոտեցան եւ ծառայեցին։ Որ ժամանակ, երբ որ Հիսուս հնազանդվեց Աստծուն, հակառակվեց սատանային, այն ժամանակ սատանան թողեց հեռացավ եւ անմիջապես հրեշտակներն եկան ու սկսեցին ծառայել։ Մենք ուզում ենք առանց այդ բանի, դե հրեշտակները մեր 4 բոլորը բանակ են տվել եւ այլն։ Իրոք դու հնազանդ ես Աստծուն։ Այդ դեպքում հնարավոր է։ Ուզում եմ զգուշացնել հատուկ 3 բան կա, որ խոսվում է, որոնց մասին խոսվում է, որ մեզ հրահանգ կա, հրաման կա, որ փախչենք դրանցից։ Ոչ թե դրանցում փորձվենք, այլ դրանցից փախչենք։ Դուք արդեն հասկանում եք, նրանք ովքեր Աստվածաշնչին ծանոթ են։ Դրանք են կռապաշտությունը, ամբարոյությունը, ագահությունը կամ գոռոզությունը։ Մի փորձեք պայքարել այս բաների դեմ։ Դրանցից փախեք, որքան հնարավոր է հեռու։ Կհարցնես, թե ինչու, որովհետև այս մեղքերը անհավանական մեծ ուժ ունեն եւ ազդեցություն ունեն մարդկանց վրա։ Եթե փորձեք ձեր ուժերով դրանց դեմ պայքարել, կպարտվեք։ Ուղղակի հեռացեք, որքան հնարավոր է, հեռու։ Հատկապես դες հիշատակված 3 բաներից մեկի ամբարոյության մասին, որ Սուրբ Գիրքն ասում է փախեք դրանից։ Աստծո մարդկանցից մեկը Բենեհինն ասում է. լսեք, բենզինից հեռու պահեք կրակը ձեր։ Բենզինից հեռու պահեք կրակը։ Եթե դու կրակ ունես, այդ կրակը, բենզինը կպայթացնի քեզ էլ հետը։
Մի պայքարի։ Ես կգնամ այնտեղ ու ոչ մեկը չի կարող ինձ մատ կպցնի, ոչ մեկի վրա էլ չեմ նայի։ Քեզանից առաջ շատերն են կարծել, որ ծովը ծնկերից է ու խեղդվել են այդ ծովում։ Ամեն։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Բաներ կա, որից պիտի փախնես։ Երբ որ դու սկսում ես մտածել, քո խելքի չափել չխելք չունեմ, այդ քո չափել չկամ, պոհո։ Գոռոզությունը, հպարտությունը իր հետևից բերում է կործանումը։ Ո՞նց ես ուզում։ Ինչպես հնազանդվենք Աստծուն։ Օրինակ, Առակաց 4:14-ում գրված է. ամբարիշտների ճանապարհով մի գնա ու չարերի ճանապարհը մի քայլի։ Եթե դու չլսես, մտնես այդ ճանապարհը, դու արդեն տանուլ ես տվել։ Հնազանդվիր Աստծուն եւ մի գնա։ Հնազանդվիր Աստծուն եւ մի քայլի այդ ճանապարհով։ Հետո կարդա առաջի Սաղմոսը. երանելի այն մարդը, որն ամբարիշտի խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում եւ չարագործների հետ համախոհ չի լինում։ Եթե դու արդեն համախոհ ես, իր ճակատագիրը պետքա կիսես, ամբարիշտի ճամփա ես մտել, ամբարիշտի խորհրդի մեջ ես հայտնվել, դու իր ճակատագիրը կիսում ես իր հետ։ Հնազանդվի Աստծուց, մի գնանդեղ եւ սատանան քեզանից կփախնի։ Ինքը փորձությունն էլ։ Ամեն։ Դուք ուզում եք այսպիսի բաներ լսեք, թե ավելի սիրուն բան եք ուզում։ Ես ոնց որ ծերացել եմ, էլ խելքս չի ասում սիրուն բաներից։ Այո, եթե դու արդեն մտել ես ամբարիշտի ճանապարհ, դու արդեն դուրս ես եկել Աստծո պաշտպանության տարածքից եւ պարտվելու ես, հեռացի, փախի։ Եթե Սուրբ Գիրքն է ասում, Սուրբ Գիրքը մեզ փախուս երբեք չի ասում, սատանայից փախեք։ Ասում սատանային հակառակ կանգնեք։ Եվ ինչով պիտի հակառակ կանգնենք։ Աստծո խոսքով։ Եվ ինքը կփախնի մեզանից։ Հռոմացիս 13:14-ում գրված է. բայց Տեր Հիսուս Քրիստոսին հագեք եւ մարմնի համար խնամք մի տարեք նրա կրքերը գոհացնելու։ Դուք հասկանում եք ինչ է գրած։ Եթե դու խնամք ես տանում, որ քո կրքերը գոհացնես, դա կլինի հեռակա, կլինի վիրտուալ, կլինի մտքով, մի օր ֆիզիկապես կգոհացնես։ Եվ սա արդեն չի կոչվի փորձություն, այլ քո ցանկությունների իրականացում։ Հասկանում եք։ Մենք պիտի շատ պարզ ուղիղ խոսենք։ Դրա համար խորհուրդ ենք տալիս։ Հեռու մնացեք այդ ամեն վատ բաներից, որ այսօր համացանցը լիքն է, մի մտեք այդ տարածք, հենց մտակ այդտեղ արդեն պարտությունը ձերն է, վերջ։ Հնազանդվի Աստծուն ու մի մտի այդտեղ։ Այդ ճանապարհը մի մտի ասում է, եթե մտար, արդեն դու կորած ես։ Մի մտեք։ Ինչ որ մեկն ասել է, փորձությունը կարելի է հաղթել միայն այն կրքով ու եռանդով, որն ավելի ուժեղ է, քան փորձությունը։ Ամեն։ Այո, որքան մեծ է քո փորձությունը, դու դրանից ավելի մեծ կրքով պետք է պայքարես այդ փորձության դեմ։ Եվ այսպիսի մի օրինակ կա, որ շատ հայտնի է։ Դուք երբևէ տեսած կլինեք կամ եթե դուք ընտելացած շունիկ ունեք, դնում եք ափսեն, դնում եք մսի կտորը, սոված շունա եւ ուզում է անմիջապես հասնի ու կուլ տա։ Եվ դուք նրան հրահանգում եք չմոտենալ, չկպնել։ Եվ եթե դուք ուշադրություն եք դարձրել, նրանք այդ պահից արդեն այն ինչը որ իրենց գայթակղեցնում է նրան չեն նայում, այլ ուղիղ նայում են տիրոջ աչքերին, տիրոջ բերանին, թե երբ պիտի ասի։ Կարելի է։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Նայեք տիրոջը։ Նայեք տիրոջը, երբ որ գալիս է գայթակղությունը, Տեր փրկի։ Տեր առանց քեզ ես չեմ կարող։ Եթե փախնելու տեղա փախի։ Հովսեփին հիշում եք։ Թողեց շորերը, ինչ ուզում ալնի, կգնդակարեն, կկախեն, կքերթեն, ինչ կանեն։ Փախավ, շորը թողեց ու փախավ։ Փախեք։
նայեք Տիրոջը, հիշեք այդ շան սկզբունքը, վարժված շների սկզբունքը, նայեք Տիրոջը, նայեցիր այնտեղ բերանիցը լոզերը գնալու է, նայի վերև, դրա համար է գրված, Հիսուսին նայենք, մեր հավատքի զորագլխին և կատարողին, որ իր առջև եղող նպատակի պատճառով արհամարեց և խաչի անարգ մահ ընդունեց, փառք Տիրոջը, ամեն, նայեք տեսեք, Սաղմոս 16:8, ամեն ժամանակ Տիրոջն իմ առջև դրեցի, որովհետև նա իմ աջ կողմում է, չեմ սասանվի, ուզում ես չսասանվես, ուզում ես չպարտվես, Տիրոջը դիր միշտ քո առաջ, փառք Տիրոջը միշտ դնում եմ իմ առջև, քանի որ նա իմ աջ կողմում է, չեմ սասանվելու, միշտ նայելու եմ իմ առջև եղող Տիրոջը, դրա համար չեմ սասանվում, և ոչ միայն Տիրոջն ունեցեք ձեր առջևում, այլ նաև որոշ բաներ ձեռնարկելուց առաջ նկատի ունեցեք, ձեր աչքի առաջ ունեցեք նաև ձեր կնոջը, ձեր ամուսնուն, ձեր հորը, ձեր մորը, ինչ տեղի կունենա քո այս արարքը անելուց հետո, դու ստիպված պետք է նայես նրա աչքերին էլ, Ես որպես հովիվ շատ այդպիսի խայտառակ դեպքերի եմ ականատես եղել և մասնակից եղել խոստովանության և այլը, ու հարց ես տալիս, ինչ ես մտածել այդ ժամանակ, մարդ, ուր էր ուղեղդ, ինչու արեցիր այս բանը, ինչու արեցիր, մտածեք այս մասին, ինչ որ անում ես, ձեռքդ տանում ես ուրիշի ունեցվածքին, վստահ ես, որ չի բացահայտվելու, իսկ բացահայտվելուց հետո այդ մարդու աչքերին ոնց ես նայելու, և այսպես շարունակ, ես կարծում եմ, որ ես քիչն ասեմ, դուք շատը կհասկանաք և այդպես էլ անում ենք, Տիրոջը միշտ դնում եմ իմ առջև, քանի որ նա իմ աջ կողմում է, չեմ սասանվելու, եթե ուզում ես չսասանվես, Տիրոջը միշտ դիր քո առաջին, ես ժամանակս ոնց որ սպառեցի, ուղղակի պետք է վերջացնեմ, ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմությամբ շրջապատված ենք, դենք գցենք ամեն ծանրություն և հեշտորեն մեզ պաշարող ամեն մեղք և համբերությամբ վազենք մեր առջև եղող մրցանակը, նայենք հավատի զորագլխին և կատարողին Հիսուսին, որն իր առջև եղող ուրախության համար խաչը հանձն առավ, ամոթն արամարեց, Աստծո գահի աջ կողմում նստեց, ալելույա, և վերջացնեմ, Հակոբոսի հանրահայտ հորդորով, Առաջի գլուխ Հակոբոս 22-25, բայց խոսքը կատարող եղեք, ոչ միայն լսող, ինքներդ ձեզ խաբելով, հիմա ես կարծում եմ շատերդ ես որ խոսում էի, հավանություն տալիս էիք, ասում եք ճիշտ ասում, էքսկուրս էիք անում, ձեր կյանքի այդ մութ էջեր, ոնց պատահեց, ինչու եղավ, իմաստ չունի, բայց ուղղակի ուզում եմ ասեմ, հիմա անցյալը թողենք, անցյալն այլևս նշանակություն չունի, հներն անցան, ամեն բան նոր եղավ, նա որ Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, դու նոր արարած ես, ես քեզ հետ եմ խոսում, նոր արարած, չեմ ասում քչփորի քո անցյալը, բայց մարդն այդպիսի հատկություն ունի, ինքը սիրում է իր պատմության մեջ էքսկուրս անի, ման գա, բաներ բացահայտի, մի արեք, օգուտ չի, բայց խոսքը կատարող եղեք, ոչ միայն լսողներ, ինքներդ ձեզ խաբելով, դու հիմա ինչ-որ բան լսեցիր, հետ մի նայի, առաջ նայի, երեկվա արածը չես կարող փոխել, շատերն երեք մի հիմարություն են արել, ամբողջ կյանքում դրա հետևանքը պետք է կրեն, այո, տեղյակ չեք երևի, բայց չեմ ուզում շատ մանրամասներ ասել, չեմ ուզում հանկարծ պատմություններ պատմել, որ կարող է պատահական հանկարծ այստեղ ներկա գտնվողներից մեկի պատմությանը նման լինի և մտածեն ես տեղյակ եմ ինչ-որ բան եմ ասում, բայց այդպիսի ողբերգական պատմություններ, մարդը սխալ արի, 10 տարի, 20 տարի առաջ հետևից գնում է, դեռ սա էլ քիչ է, այնտեղ էլ է գրված, չէ, մարդիկ կան, որոնց մեղքերը հայտնի են,
բացահայտեն ու հայտնի։ Մարդիկ էլ կան, որոնք արդեն մեղքերը դատապարտված են, իսկ ոմանք էլ կան, որոնց մեղքերը իրանց հետևից գնում է։ Որ գնում է, ինչ պիտի անի, մի օր պիտի գտնի։ Մտածեք այս մասին։ Հակոբոսն ասում է, այսօր լսեցիր, խոսքը լսող եղեք, ոչ միայն կատարող եղեք, ոչ միայն լսողներ ինքներդ ձեզ խաբելով, որովհետև եթե մեկը խոսքի միայն լսող է եւ ոչ թե կատարող, նա նման է իր բնական դեմքին հայլու մեջ տեսնող մարդու, որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է իսկույն մոռանալով թե ինչպիսին էր, բայց նա ով ազատության կատարյալ օրենքին հայացքն ուղղած դրա մեջ է մնում, նա ոչ թե օրենքը լսող ու մոռացող է, այլ գործը կատարող։ Նա երանելի է իր այդ գործի մեջ։ Եղեք երանելի կատարելով այն ինչ որ լսեցիք։